Ամենամեծ վնասը թերևս կրել է Գերմանիայի տնտեսությունը։ Այնտեղ փորձում են իրավիճակը մեղմել զենքի արտադրության միջոցով, ասում է վերլուծաբանը։ Ուկրաինայի տնտեսության մասին խոսելն ավելորդ է։ Ռուսաստանը ևս թե մարդկային, թե տնտեսական մեծ կորուստներ ունի։ Կողմերը չնչին դիրքային փոփոխությունների են հասնում, օրերի կտրվածքով, նույնիսկ շաբաթվա կտրվածքով հնարավոր է միայն ինչ-որ մի փոքրիկ բնակավայր սովորաբար ռուսական կողմը գրավի, բայց եթե այդ մանրուք որպես վերցնենք, ապա մեծ հաշվով ճակատը սառած է։ Ճակատը իր ողջ երկայնքով սառած է, ռուսական կողմը մեծ ցավ իրեն ծանր կորուստներ է կրել այս տարիների ընթացքում, ռուսական տնտեսությունը եւս լավ ցուցանիշներ չի ցուցադրում եւ վերջերս նույնիսկ Պուտինը կառավարության ուղղված իր խոսքում այդ մասին ասել, նույնիսկ միջպատերազմական Պուտինը սա չէր ասում, առավել եւս պատերազմից հետո Պուտինը ասաց, որ 1.8% տնտեսական անկման խնդիր կա, ապա պետք է պատկերացնել, թե իրավիճակը ինչ ծանր է։